Բարև ձեզ, շարունակում ենք մեր ուսուցչական քննարկումները, այսօր լուծելու ենք միջին քառակուսային շեղման և դիսպերսիայի վերաբերյալ խնդիրների երկրորդ մասը։ Կարդանք թեստի միանգամից հերթական 4-րդ հարցը։ Կարող է արդյոք տվյալների միջին քառակուսային շեղումը լինել դիսպերսիայից փոքր։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է պարզապես հիշենք, թե ինչ են դիսպերսիան և միջին քառակուսային շեղումը, դրանց միջև կապը, միջին քառակուսային դիսպերսիան դա շեղումների քառակուսիների միջին թվաբանականն է, իսկ սիգման դա դիսպերսիայի արմատն է։ Հիմա հարցը հետևյալն է, արդյոք կարող ենք պնդել, որ միջին քառակուսային շեղումը դիսպերսիայից փոքր լինել։ Այսինքն կարող է արդյոք սիգման փոքր լինել d-ից։ Քանի որ սիգման դա արմատ d-ն է, ուրեմն d-ն կլինի սիգմա քառակուսի, այսինքն կարող ենք ասել, որ սիգման փոքր է սիգմա քառակուսից։ Հիշենք, որ սիգման չի կարող լինել բացասական, այսինքն կարող է սա տեղի ունենալ, իհարկե կարող է տեղի ունենալ, եթե սիգման մեծ է 1-ից, այսինքն եթե միջին քառակուսային շեղումը մեծ է 1-ից, ապա միջին քառակուսային շեղումը փոքր կլինի դիսպերսիայից։ Հիշեցնենք, որ դիսպերսիան դա միջին քառակուսային շեղման քառակուսին է։ Տենց մի դպրոցի տնօրեն կա, ինձ ասում է, որ մաթեմատիկայի ուսուցիչ է գալիս ընդունվելու, հարց եմ տալիս x-ն է մեծ, թե x քառակուսին, եթե միանգամից ասում է x քառակուսին x-ից մեծ է, էլ գործի չեմ ընդունում, որտեվ եթե x-ը լինի 0,1 միջակայքում, չէ, x քառակուսին կլինի x-ից փոքր։ Այո։ Սա ակնարկ, հիմա անցնենք հաջորդ հարցին։ Խնդրում են միացնեն իրեն։ Ինչպես կփոխվի տվյալների միջին քառակուսային շեղումը, եթե բոլոր արժեքները մեծացնենք 2 անգամ։ Սրա մասին թեթևակի նախորդ անգամ զրուցել ենք, հիմա մի քիչ ավելի հիմնավոր։ Այսինքն ունենք ինչ-որ տվյալներ x1, x2, x կա, իրանց միջին քառակուսային շեղումը սիգմա 1 է։ Սիգմա 1-ը հիշենք դա x1 մինուս μ-ի քառակուսի գումարած xn մինուս μ-ի քառակուսի բաժանած n-ի արմատն է, չէ։ Ստեղ գրենք μ1, որը այս հավաքածուի միջին թվաբանականն է։ Հիմա վերցնենք նոր հավաքածու, որն է ax1, ax2, axn։ Ան ինչ-որ թիվ է, պարտադիր չի ինչքան է, մեր դեպքում, որ վարժության մեջ վերջում անդրադառնալու ենք այն դեպքում նրան, երբ որ ան հավասար է 2-ի։ Սրա միջին քառակուսային շեղում էլ նշանակենք սիգմա 2։ Հիմա այս նոր հավաքածուի միջին թվաբանականը հաշվենք, ինչ կլինի ax1 պլյուս ax2 գումարած axn բաժանած n, որ ան ընդհանուր հանենք առաջին, ոչ թե առաջին, այլ համարիչից, կստանանք x1-ից xn գումար n-երորդ, որն էլ μ1-ն է, չէ, կստացվի a անգամ μ1։ Հիմա սիգմա 2-ը ինչ է։ Հավասար է արմատ, առանցին թիվը ax1 մինուս μ1, μ2, չէ, միջինը
μ2-ա, գումարած AX2 մինուս μ2, գումարած AXN մինուս μ2-ի քառակուսի բաժանած N։ Եթե ստեղ տեղադրենք μ2-ը հավասար է A անգամ μ1, ամեն ինչ շատ ակնհայտ կդառնա AX1 հանած A μ1 քառակուսի գումարած AX2 մինուս A μ1 քառակուսի եւ այսպես մինչեւ AXN մինուս μ1-ի քառակուսի բաժանած N։ Կլինում է A անգամ սիգմա 1։ Անգամ չէ։ Հիմա որ ձեր աշակերտը տենց ասեր, կասեիք, բա որ ան լինի բացասական։ Բացասական։ Ամեն մի փակագծից ան դուրս գալով, չէ, A քառակուսի կդառնա, ընդհանուր արտադրիչ արմատից դուրս գալով դուրս կգա մոդուլ A, ու տակը ինչ կմնա։ Կմնա այս արտահայտությունը, հեսա մի հատ նշենք կապույտ գույնով, կմնա այս արտահայտությունը, չէ, արմատի տակ, որը սիգմա 1-ն է։ Այսինքն կստացվի մոդուլ A անգամ սիգմա 1։ Այսինքն եթե տվյալների հավաքածուն բազմապատկում ենք A թվով, միջին թվաբանականը մեծանում է A անգամ, իսկ միջին քառակուսային շեղումը մեծանում է մոդուլ A անգամ։ Համաձայն եք, հիմա քանի որ մեր խնդրում ունենք, որ թվերը մեծացնում են 2 անգամ, ապա միջին քառակուսային շեղումը կմեծանա 2 անգամ։ Ինչը լրիվ բնական է, չէ, եթե թվերը մեծացնում ենք, իրանց արանքներն էլ են մեծանում, իրանց տարբերությունը, հետևաբար շեղումները մեծանում են, միջին քառակուսային շեղումը կմեծանա։ Նշենք, կմեծանա 2 անգամ եւ ստուգ ենք, ճիշտ է։ Ասենք 6-րդ հարցին։ Ինչ թիվ պետք է գրել աստղանշի փոխարեն, որ տվյալների միջին քառակուսային շեղումը լինի փոքրագույնը։ Այս է հետաքրքիր խնդիր արդեն։ 1, 2, 6 ու ինչ-որ թիվ։ Ինչ-որ թիվ ինչ պիտի անենք։ Նշանակենք x-ով 1, 2-ը, 6-ը և x-ը։ Տեսեք, ստեղ քանի որ ասում է միջին քառակուսային շեղումը լինի փոքրագույնը, որը դիսպերսիայի արմատն է, կարող ենք խնդիրը սենց ասել, չէ, դեն լինի մինիմումը, որ արմատից խուսափենք։ Քանի որ դեն միշտ ոչ բացասական է, սիգման ոչ բացասական է, սիգման փոքր կլինի, եթե դեն փոքր է։ Ստեղ վտանգ չկա, որ դեն լինի բացասական, այս կողմ ենք։ Համաձայն ենք, չէ։ Հիմա հաշվենք, միջին թվաբանականը ինչ կլինի։ 1 + 2 + 6 + x 4-րդ կտա x + 10 4-րդ։ Հիմա դիսպերսիան, ընդ որում դիսպերսիան հավասար է ինչ-որ արտահայտություն բաժանած 4-ի, չէ։ Միանգամից եկեք։ Ինչ։ 10 չէ։ Եկեք 4 դեն հաշվենք։ Ինչի 4 դեն, որ հայտարար չառաջանա։ Ինչ են գնելու։ Ստեղ 1 մինուս μ քառակուսի գումարած 2 մինուս μ քառակուսի գումարած 6 մինուս 6 մինուս μ քառակուսի գումարած x մինուս μ քառակուսի։ Եկեք հլը բան անենք, μ-ի արժեքը միանգամից չտեղադրենք, մի քիչ պարզեցնենք, հետո նոր տեղադրենք, որ փակագծերը բաց են, քանի հատ μ քառակուսի կառաջանա։ Մի հատ ստեղ μ քառակուսի, մի հատ ստեղ μ քառակուսի, մի հատ ստեղ, մի հատ ստեղ, 4 մ քառակուսի։ 4 μ քառակուսի։ Հիմա μ-ի գծային անդամը ինչ կլինի, ստեղ 9 քառակուսի 12 մինուս, եկեք 2 մյուն ընդհանուր հանենք, կտա 1 + 2 + 6 + x։ Համաձայն եք։
Տեսեք, ստեղ ոնց որ կրկնակի արտադրյալ է 2AB-ն քառակուսու, երկուսը միշտ կա, մյուն միշտ կա, մինուսը կա, մնում է 1, 2-ը, 6-ը, x-ը։ Մնաց Դրան քառակուսին գումարելու ենք 1-ի քառակուսի, 2-ի քառակուսի, 6-ի գումարած 6-ի քառակուսի, գումարած x-ի քառակուսի, հավասար է։ Հիմա արդեն տեղադրենք։ Լավ, մի հատ ստեղ էս էլ տեսնենք, 1 + 2 + 6 + x-ը, x + 9-ը կարող ենք գրել, սա հավասար է 4 μ-ի։ 4 մյու։ Ստեղ նայեք, 1 + 2 + 6 + x-ը, դա 4 μ-ն է։ Դա համար գրենք 4 μ քառակուսի, հանած 2 μ անգամ 4 μ, գումարած 6-ի քառակուսին 36, 2-ի քառակուսին 4, 1-ի քառակուսին 1, 41 plus x քառակուսի։ Այսա որ պարզեցնենք, էլի անցնենք կարմիր գույնին։ Դա -4 μ քառակուսի, չէ՞։ Դա x քառակուսի գումարած 41 հանած 4 μ քառակուսի։ Հիմա հաշվենք 4 μ քառակուսին ինչ կլինի։ Մյու քառակուսին դա x + 9 քառակուսի 16-րդն է, բազմապատկենք 4-ի կտա x + 9-ի քառակուսի 4-րդ։ x քառակուսի + 41 հանած x + 9-ի քառակուսի 4-րդ։ Հավասար է։ Այդ պահը չհասկացա։ Որ պահը։ Այն կարմիրով սկսված կապույտից հետո։ Այս x քառակուսին, այս x քառակուսին է։ Ահա։ Այս 41, այս 41-ն է։ Ստեղ 2 μ անգամ 4 μ, ինչ կլինի։ 8 μ քառակուսից հանեցինք 4 μ քառակուսի մինուս 4 մյու քառակուսի։ 4 մյու քառակուսից որ հանենք 8 մյու քառակուսի կտա -4 մյու քառակուսի։ Չի տեսա։ Պարզ էր։ Հիմա ստեղ արդեն մյու քառակուսին ենք տեղադրում, ուղղակի այս 4-ը մյու քառակուսու մոտ ստեղ 4-ի քառակուսի է լինելու, միանգամից կրճատեցի։ Պարզ էր։ Այո։ Այսինքն վերջում Կարեն Գոգյան, այս վերջում x + 9-ի քառակուսի հարաբերությունը 4-ի, դա մյուի փոխարեն տեղադրեցինք։ Հա, մյուի արժեքը տեղադրեցինք։ Մենք պիտի x-ը չէ գտնեինք։ Հա։ Մենք մյուն չունենք, մյուն ունենք x-ով արտահայտած։ Մենք ամեն ինչ պետք է ի վերջո բերենք x-ի։ Հա, ուղղակի տեղադրում արեցինք։ Հա։ Տեսեք, կարող եք հենց այստեղից տեղադրել մյուի տեղը այդ արտահայտությունը, բայց 4 հատ կոտորակի քառակուսի բան ավելի բարդ է լինելու, էլի։ Տեսեք, ես այդտեղ 41-ի մասին հոգ չեմ տանում։ Չեմ բերում համարիչ, ինչի, որտեվ մեկա պետքա մինիմումը գտնեմ, իսկ այդ +41-ը մինիմումի վրա չի ազդելու։ Այդտեղ ընդհանուր հայտարարող բերենք x քառակուսին կդառնա 4x քառակուսի։ 4-ի քառակուսին 16 չի։ Հա? 4-ի քառակուսին x + 9-ի քառակուսին բաժանած 4-ին, իր քառակուսին։ Չէ, բայց այդտեղ անգամ կրճատել է։ Միանգամից կրճատած է, լավ կներեք։ Այդ տենց որ մեկ-մեկ շեղվում գնում եք ճաշը սարքելու հետ եք գալիս։ Բաց եք թողնում։ Ահա, սենց։ Սա հավասար է։ 4-ը ստեղ 3x քառակուսի հանած 18x մինուս 81 պլյուս 41։ Մինիմումը գտնելու համար սրա, նույնն է որ գտնենք սրա մինիմումը, չէ՞։ Հետ էլ նույնն է որ գտնենք համարիչի մինիմումը։ Իսկ համարիչի մինիմումը գտնելու համար պիտի լրիվ քառակուսի անջատենք։ Կտա 3 անգամ x քառակուսի մինուս 6x 6x մինուս 27։ Այդ 81-ը որ կար, կարող էինք այս կոտորակից դուրս հանել 41-ին միացնել, էլի ինքը ոչի բան չի կարա փոխի։ 3 անգամ այս x քառակուսի մինուս 6x-ը ինչ են գրում։ x + 3 քառակուսին հանած այդտեղ կտա 36։ Ահա։ 27-ը կդառնա 36 գումարած 41։ Հիմա սրա մինիմումը պետք է գտնենք, x-ի որ արժեքի դեպքում կունենանք մինիմալ արժեքը։ 3-ի դեպքում։
3x plus 3-ը հավասարեցնենք 0-ի։ Այս x-3-ը պիտի 0 լինի, չէ։ Այսինքն ընտրում ենք x-ը հավասար է 3 0, x-ը հավասար է 3։ Այդ դեպքում եկեք լավ, միանգամից դիսպերսիայի քառապատիկը գտնենք, որ 3 կներեք, էլի ինձ միանգամից չէի կարող մինուս b2-ը տեղադրենք եւ վերջ։ Ինչ։ Մինուս b2 որպես գագաթի կոորդինատից։ Դե իրականում մինուս b2-ը էլ հենց էս 3-ն էր, էլի։ Պետք է այս մինուս 6-ի հակադիրը բաժանեինք 2-ի։ 2-ի։ Կտա մինուս 27 գումարած 41 կտա 14։ Այսինքն դիսպերսիան կլինի 56, սիգման էլ կլինի արմատ 56 դեպքում։ Չէ, հակառակը 14-4 կլինի, դիսպերսիան կլինի ոչ թե 56, այլ 14-4, դիսպերսիան կլինի 3.5, հիշենք, որ սա 4 դենա։ Դեն հավասար է 3.5, սիգման կլինի արմատ 3.5։ Այսինքն պատասխանը, որպեսզի մինիմալ միջին քառակուսային շեղում լինի, պիտի x-ի տեղը վերցնենք 6, 3։ Եկեք վերադառնանք թեստին, տեսնենք ճիշտ է, արդյոք գրված։ Ճիշտ է։ Հիմա անցնենք հաջորդ հարցին։ 5 հաջորդական նետումների արդյունքում սովորական մետաղադրամը գիր է ընկել, որքան է հավանականությունը, որ 6-րդ նետման արդյունքում կընկնի գիր։ Սա 1/2 որակական խնդիր է։ Ինչ է կարծում, արտապատասխան ինչքան կլինի։ Իրարից անկախ են 1/2։ 3/6, այսինքն 1/2։ Ճիշտ է։ Թե նախորդները ինչ են ընկել, ոչ մի ձև կապ չունի։ Տոկոսով պետք է ներմուծենք 50, 50%։ Տեսեք, ընդհանրապես կապ չունի, նախորդները ինչ են ընկել, հաշվելու համար, թե ինչքան կլինի հաջորդի հավանականությունը, որտեղ իրարից անկախ պրոցեսներ են։ Բայց սա կարող ենք նաև պայմանական հավանականությամբ անել։ Ձեզնից ով գիտի պայմանական հավանականությունը լավ։ Լավ, եթե տենց է, ուրեմն հաջորդ անգամ պայմանական հավանականությանը կանդրադառնանք, հետո խնդրում եմ հիշացրեք, որ այս խնդիրը նորից լուծենք։ Հիմա եկեք վերադառնանք տեսությանը։ Զառը նետում են 2 անգամ, որքան է հավանականությունը, որ առաջին նետման ցուցմունքը 3-ի պատիկ է, իսկ երկու ցուցմունքների գումարը զույգ։ Հիմա անցնենք լուծելուն։ Նետումները իրարից անկախ են, չէ՞, կհամաձայնեք։ Առաջինը բաժանվի 3-ի, իսկ առաջինի եւ երկրորդի ցուցումարը բաժանվի 2-ի, այսինքն լինի զույգ։ Այստեղ պատահարներ առաջին եւ երկրորդ իրարից անկախ են, բայց մենք չենք կարող հաշվել մեզ բավարարող առաջին նետման արդյունքը ու բազմապատկել երկրորդ նետման արդյունքը մի պարզ պատճառով, որտեւ երբեր մեզ պետք է որ երկրորդ ցուցումը զույգ լինի, առաջին երկրորդի գումարը զույգ լինի, չէ՞։ Երկրորդը ինչ է մեզ բավարարում, կախված է նրանից, թե առաջինը ինչ է ընկել։ Եթե 3-ի բազմապատիկ կարա լինի 3 կամ 6, չէ։ Երկու նպաստավոր թե 6 է նշանակում։ Բայց եթե 3 է ընկել, ապա երկրորդի դեպքում մեզ ինչ է պետք։ 1, 3 կամ 5, իսկ եթե 6 է ընկել առաջին նետումը, ապա երկրորդ նետումը 2, 4, 6, այսինքն պատահարները անկախ են, բայց մեզ բավարարող դեպքերը պետք է համախմբով նայենք։ Մեզ բավարարող դեպքերն են 3, 1, 3, 3, 3, 5, այս 3 տարբերակը եւ 6, 2, 6, 4, 6, 6։ Ընդհանուր քանի դեպք։ 6 դեպք։ Իսկ զառի ցուցմունքի երկու նետումով քանի հնարավոր դեպք կա։ 36։ 12, 36։
Չէ, Մի դարինետումը 6 6-ի քառակուսի 36 1 6 6-րդ, չէ՞։ Հիմա այս պատասխանը 1/6-րդ, բոլոր դեպքերը բավարարող բարվանեցինք բոլոր հնարավոր դեպքերին, սա կարող ենք անել, որտեղ զառի բոլոր ցուցմունքները հավասարահավանական են, չէ՞։ Բայց եկեք մի քիչ ավելի բարդ ձևով այս խնդրի լուծումը քննարկենք, որ ավելի պատասխանը հեշտ կստացվի, բայց տակի տրամաբանությունը ավելի բարդ է։ Տեսեք, զառը որ նետում ենք, հավանականությունը զույգ կլինի, թե կենտ կլինի, ինչքան են։ Ջրամբորթինք։ 1/2 Երկու դեպ ինչ է լինի, հավանականությունը զույգ թե ցուցմունքը զույգակենտ է մեզ հետաքրքիր, մենք հավանականությունը նույնն է լինելու։ Հիմա ինչքան մեզ պետք է առաջին ցուցմունքը պարտադիր 3 լինի, չէ՞։ 3 թե ապատահարը համարենք, որ առաջին ցուցմունքը զույգ է։ Ինչքան կլինի առաջինի P-ան։ 1/3, չէ՞։ Բաժանվել է պետք է լինի 3 կամ 6, բայց կարող է լինել 1 2 3 4 5 6, 2/6 հավասար է 1/3։ Հիմա առաջինի ճիշտ լինելուց հետո, որպեսզի երկրորդն էլ հենց լինի, որ առաջինի ու երկրորդի գումարը զույգ լինի, 50-50 է լինելու։ Ինչի՞։ Որտև եթե առաջինը կենտ էր, պայմանական, չէ՞։ Ասենք 3 հանգել։ Երկրորդը 50% հավանականությամբ կենտ կլինի, գումարը զույգ կդառնա։ 50% հավանականությամբ էլ զույգ կլինի, գումարը կենտ կլինի։ Ու նույն ձևի հակառակը, եթե առաջին զառի ցուցմունքը զույգ էր, երկրորդը 50% հավանականությամբ զույգ կլինի ու գումարը կդառնա էլի զույգ։ Մի հարցը այդպիսին էր հենց էլի ոնց որ տոկոսի։ Դե ոնց որ անկախ չեն բանը, այս պայմանները չեն կարող ասել սա առանձին լինի, նա էլ առանձին լինի, որտեղ սա մենակ երկրորդ զառին չի վերաբերվում, բայց երկրորդ զառը 50% հավանականությամբ կարա դզի, կարա փչացնի։ Դրա համար պատասխանը կլինի այս 1/3-ի 50%-ը։ Այսինքն առաջինը ապահովեցինք, 50%-ով երկրորդ զառի ցուցմունքը կդզի, 50% հավանականությամբ էլ կփչացնի։ Դրա համար լինում է 1/3 անգամ 1/2 հավասար է 1/6։ Ոնց որ մեր տրամաբանությամբ անկախ չեն, բայց իրականում անկախ են էլի դառնում։ Հիմա անցնենք հաջորդ հարցին։ Ստուգենք 1/6։ Ճիշտ է։ Ունենք A և B պատահույթները, արտահայտություններից որն է միշտ ճիշտ։ Առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը։ Առաջինը միշտ ճիշտ է։ Ոչ։ Էսի անկախ պատահանների դեպքում է, չէ՞ ճիշտ։ Երկրորդը ճիշտ չի։ Ճիշտ չի, երրորդն է միշտ ճիշտ։ Օրինակ, եթե A-ն ու B-ն նայենք սենց պատահարներ, A-ն որ զառի ցուցմունքը զույգ է, B-ն էլ որ զառի ցուցմունքը կենտ է։ Մի անգամ ենք նետում։ A հատած B-ն ինչ պատահույթ կլինի։ Դատարկ բազմություն, այսինքն իր հավանականությունը կլինի 0, չէ՞։ Իսկ P-ն ու B-ն կլինեն 1/2։ 50% հավանականությամբ զույգ կլինի, 50% հավանականությամբ B 0-ն 1/2 անգամ 1/2 հակառակն գտանք։ Երրորդը ինչ է կարծում։ Միշտ ճիշտ կլինի, թե չէ։ Որդին հակացողն է, նշանակում է ճիշտ։ Թե նույն սկզբունքով մտածենք։ Ինչ։ Երկրորդին հակասող է, նշանակում է ճիշտ է։ Հələ մի հատ նայեք, որ A-ն ու B-ն լինեն նույն պատահարը, որ զառի ցուցմունքը կենտ է։ Դեպքում հավասար կլինի։
Չէ, ասի, եկեք լավ, գրենք սա։ Առաջինում էլ մենք հավասարի դեպք ունենք, որը էլի սխալ էր։ Այստեղ փոքր կամ հավասարը երկուսը միասին է, սա էլ ճիշտ չի լինում։ Չէ, դա մեծ կամ հավասար նշանակում է մեծ կամ հավասար։ Հավասար դեպքը պարտադիր չի։ Եթե վերցնենք անհավասար է B պատահարներով, երկուսն էլ լինեն, որ զառի ցուցմունքը զույգ է։ Այդ դեպքում A հատած B-ն ինչ կլինի, ինչ պատահույթ կստացվի։ Էլի նույն A-ն է, չէ։ Մեկ B A հատած B-ն ինչ կլինի։ Հաստատում։ 1/6, Չէ, 1/2, երկրորդ, հա, 1/2, զառի ցուցմունքի զույգ լինել է 3/6, իսկ 50, հա, B A հատած B-ն էլ է դա։ B A-ն էլ է դա։ B B-ն էլ է, չէ դա։ B A հատած B-ն 1/2 եղավ, իսկ B անգամ B B-ն ինչ կլինի։ 1/4, 1/4, մեկ փոքր կամ։ Կարանք ասենք, որ B A հատած B-ն փոքր կամ հավասար է B A անգամ B B։ այս դեպքում այո, Չենք կարող։ այս դեպքում այո, բայց դեպք կարող է լինի։ Հա չասում եմ, որ պնդումն է միշտ ճիշտ։ Ասել է սխալ։ Ուրեմն ոչ մեկը։ Ոչ մեկը, սա էլ եղավ սխալ։ Ձեզ բանաձև կա, որի հետ ոչ մի դեպքում չշփոթեք։ B A միավորած B-ն փոքր հավասար է B A + B B։ Պարոն Գոգյան, բայց բացառելու սկզբունքով էլ որ գայինք, առաջինում հենց հավասարի դեպքն էր, որը սխալ էր, չէ։ Չէ, գիտեք ինչ, ոչ թե սխալ է, ինքը ոչ միշտ է ճիշտ։ Հա, ոչ միշտ է ճիշտ, լավ։ Երկրորդն էլ է ոչ միշտ ճիշտ, երրորդն էլ, այսինքն եթե հավասար դեպքը ոչ միշտ է ճիշտ, չի նշանակում, որ փոքր կամ հավասար դեպքը ոչ միշտ է ճիշտ։ Եթե A-ն փոքր է B, ապա կարող ենք ասել, որ A-ն փոքր կամ հավասար է B։ Եթե A-ն փոքր է B, B կարա լինի նաև։ Այո, կարող է։ Կարող լինի նաև, այլ այո, ճիշտ է, եթե A-ն փոքր է B, ապա նաև A-ն փոքր կամ հավասար է B։ B։ Որտեվ A փոքր կամ հավասար է B նշանակում է A-ն փոքր է B, Կամ A-ն հավասար է B։ Եթե սա ճիշտ է, համախումբը ճիշտ է, չէ՞ դառնում։ հա, Այսինքն փոքր կամ հավասար B չի նշանակում պարտադիր պիտի փոքրն ու B հավասար դեպքերը միաժամանակ Հա, լինեն։ կամի դեպքում ճիշտ է։ Մեկը Օրինակ X քառակուսին մեծ կամ հավասար է -7 պնդումը ճիշտ է։ հա, որտեղ մեծի դեպքում ինքը միշտ ճիշտ է, կամով ենք էլի անում։ Իսկ միշտ ճիշտ պնդում է, չէ։ Այսի Իսկ X միշտ քառակուսի ճիշտ, մեծ կամ հավասար է 7 պնդումը Համարժակի մեջ լինում է կախված է X-ի արժեքից։ արժեքից, որտեղ արմատ 7-ի դեպքում կարող է նաև հավասար։ 1-ի դեպքում էլ ընդհանրապես սխալ լինի։ Հիմա անցնենք քննարկմանը ոչ մեկը։ Զառը նետել են 3 անգամ եւ ցուցմունքները եղել են 5, 1, 4։ Որքան է հավանականությունը, որ 4-րդ նետումից հետո ստացված 4 թվերի միջին թվաբանականը կլինի ամբողջ թիվ։ Այստեղ մեկը բաժանած 6-ի 4 4-ի բաժանելուց հետո ստանանք ամբողջ թիվ։ 4-ի պատճառի ստանանք X-ի դեպքում։ Ինձ թվում է պատասխանը 1/6 չի։ 4 նետման հավանականությունը Կամ 2 պիտի լինի կամ 6 դառնում է 2/6, 1/3։ Ճիշտ է, հեսա։ Բայց 4 նետման հավանականությունը 5, 1, 4։ Այսինքն 4-րդ նետումը ինչ որ X է անգել, չէ։ Որը կարական կամ X-ի ինչ կարող է լինել։ 1, 2, 3, 4, 12 եւ 16 պիտի լինի գումարը։ 5 + 1 + 4 + X-ը Մի դեպքում 12 պիտի լինի, մյուս դեպքում 16։ ամբողջ թիվ։ Դե բնականաբար գրում են պատկանմա Z, բնական թիվ պիտի լինի, բացասական չի կարող լինել, 0 չի կարող։ Ստացվում է X + 10 4-րդը
Բնական թիվ է, չէ՞։ Հիմա ստեղ այս 6 դեպքից որոնք են մեզ ձեռ տալիս։ 4-ի բազմապատիկ են 12-ը, չէ՞։ Եվ 16-ը։ Եվ 16, 2 և 4 պիտի լինի։ Ոչ, 2 և 6։ 2 և 6-ը։ Այսինքն 4-րդ զառի համար կա 2 նպաստավոր ելք։ Դրանք են 2-ը և 6-ը։ Ուրեմն եթե 6 հնարավոր ելք ունենք, չէ, 4-րդ նետման, ու 2 տան բարենպաստ, ուրեմն բարենպաստ բանի 2 6-րդ, 1/3։ 2 6-րդ հավասար է 1/3-ի։ Այս հեշտ է ավելի։ 1/3։ Սրանով թեստը ավարտեցինք։ Ստեղ ինչքան հիշում եմ պատասխանը 3 էր համակարգի։ Երրորդն էր, այո։ Ներողություն, եթե զառը 3 անգամ են նետել, հավանականությունը չի լինի 1 բաժանած 6-ի խորանով։ Տեսեք, զառը 3 անգամ արդեն նետել են, հիմա մենք խոսում ենք 4-րդ նետման մասին։ Չի ասում, չէ, 4 նետում լինի, որոնց հավանականությունները լինեն 5, 1, 4 և նենց թիվ որ բան։ Ինքը ասում է զառը 3 անգամ նետել են, այս ցուցմունքները կան։ Եթե պես մտածենք 4, Այսինքն 4-րդը անկախ է, էլի դա։ Միայն 4-րդ նետման հավանականությունն է նայում, ոչ թե 4 միաժամանակ նետումները, որ տենց կլինեն, այսինքն առաջինը 5 կլինի, երկրորդը 1 կլինի, երրորդը 4 կլինի, 4-րդը տենց կլինի, որ Մեկ անկախ նետումներ են։ Խնդիրը դրա մասին չի, խնդիրը նրա մասին է, առաջին 3-ն են 5, 1, 4, այդտեղ 100% տենց է։ Ինքը անցյալի մասին ոչ մի բան չկա, ապագայի մասին էլի կանխատեսում, ինքը փաստ է։ Հիմա 4-րդ նետումը ինչքան է հավանականություն, որ նենց ցուցմունք կլինի, որ արդյունքը բաժանվի 4-ի։ Բնականաբար, այս 6 դեպքից 6 բարենպաստ լինելու է 2-ն ու 6-ը, այսինքն զառը նետելու դեպքում, այդ 6 դեպքից 2-ի դեպքում 4 ցուցմունքների միջին թվաբանականը կլինի ամբողջ թիվ, 2-ի և 6-ի դեպքում։ Հետևաբար այդ 6 դեպքից 2-ն էլ մեզ բարենպաստ։ Պարզ էր։ Այո։ Լավ, եկեք սենց անենք, հաջորդ անգամվա համար հավանականության խնդիրներ էլի կտնենք, անկախ պատահես զառի ցուցմունքը, ու կպատմեմ պայմանական հավանականության մասին, որը էլի 9-րդ դասարանում պարտադիր չափորոշներով պահանջ է, դասագրքում էլ կա։ Դրանից կլուծենք ամրապնդենք, հետո կանցնենք առաջ տարածաչափության և այլ թեմաների։